Երեկ ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն իր հերթական ջղաձգումների ժամանակ հայտարարեց, որ դաշնակցությունը սպառնալիք է Հայաստանի համար եւ իրենց հանձնառությունն է այնպես անել, որ դաշնակցությունը չլինի։ Պրոթուրքական այս ուժի նման դիրքորոշումը մեզ համար հասկանալի է, այլ բան չէր էլ կարող լինել, բայց ամեն դեպքում մեկ անգամ եւս հիշեցնում. Նիկոլ Փաշինյան, Հայաստանի հայ ժողովրդի ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը դու ես անձամբ, դու ես եւ քո վարչախումբը, ով հայաթափեց Արցախը Ալիևի հետ համատեղ, այնուհետև Հայաստանի Հանրապետությունից շուրջ 240 կիլոմետր տարածք ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերով հանձնեց Ադրբեջանին։ Հայաստանի անվտանգության թիվ 1 սպառնալիքը անձամբ դու ես եւ քո ռեժիմը, ովքեր զոհ գիշեր պայքարում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու ազգային արժեքների եւ հայկական ինքնության դեմ։ Դուք շարունակում եք մնալ հայկական իրականության մեջ գլխավոր սպառնալիքներից մեկը մնալ, քանի որ փորձում եք մեկ անգամ եւս խաբել մեր ժողովրդին, վերարտադրվել եւ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով փոխել Հայաստանի սահմանադրությունը, հրաժարվելով անկախության հռչակագրից եւ ուրանալով հայոց ցեղասպանությունը։ Դուք շարունակում եք մնալ հիմնական սպառնալիքը, որովհետեւ պատրաստվում եք Հայաստանում ձևավորել ադրբեջանական համայնք եւ անկլավների անվան տակ Հայաստանից իրականացնել նոր զիջումներ։ Հայաստանի հայ ժողովրդի սպառնալիքները չեզոքացնելու համար մեր բոլորիս խնդիրն է առաջիկայում չեզոքացնել եւ կանխել այդ սպառնալիքի վերարտադրությունը։ Իսկ ինչ վերաբերում է դաշնակցության լինել կամ չլինելու, ընդհանրապես հիշեցնեմ, որ ձեզանից առաջ այլ սուլթաններ եւ բոլշևիկներ փորձել են դա անել։ Հիմա այդ համակարգերը եւ նրանք չկան, իսկ դաշնակցությունը կա եւ լինելու է, շարունակելով պաշտպանել իր հայրենիքը, պետությունը եւ ժողովրդին բոլոր սպառնալիքներից։ Ի հեճուկս ձեզ եւ ձեր տերերի։